Իսկ ինչի համար է օրենքը։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար շառավիղը, որին էր ուղղված խոստումը, և հրեշտակների ձեռքով տրվեց միջնորդի միջոցով։ Իսկ միջնորդը ենթադրում է երկու կողմ, մինչդեռ Աստված մեկ է։ Իսկ արդ օրենքն Աստծու խոստումներին հակառակ է։ Քավլիցի, որովհետև եթե տրված լիներ մի օրենք, որ կարող լիներ կյանք տալու, ապա հաստատապես արդարությունն օրենքից կլիներ։ Բայց Սուրբ Գիրքը ամեն ինչ արգելափակեց մեղքի տակ, որպեսզի խոստումը հավատացյալներին տրվի Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։ Քանի դեռ հավատը չէր եկել, արգելափակված էինք օրենքի հսկողության տակ, սպասելով հավատին, որ հայտնվելու էր մեզ։ Այսպիսով օրենքը մեզ համար դաստիարակ եղավ, մեզ առաջնորդելով դեպի Քրիստոս Հիսուսը, որպեսզի հավատով արդարանանք։ Բայց հենց հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք, որովհետև բոլորդ էլ Աստծու որդիներ եք Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։ Դուք ամենքդ, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք։ Այլևս խտրություն չկա ոչ հրեայի և հեթանոսի, ոչ ծառայի և ազատի, ոչ արուի և էքի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։ Իսկ եթե դուք Քրիստոսին եք պատկանում, ուրեմն Աբրահամի սերունդ եք, ժառանգներ ըստ խոստման։